Առանձնացնում եմ Սամվել Կարապետյանին, որովհետև անձնապես չեմ ճանաչել եւ Բագրատ Սրբազանի եւ Աջապահյանի կալանավորը իմ համար անձնական ողբերգություն է այս տիրույթում։ Իսկ եթե իրավական դաշտում ենք քննում, ես մեկ անգամ եւս ուզում եմ այն մարդկանցից, ովքեր այդ գործը քննում են, չգիտեմ, դատավոր են, 7 անգամ մտածեն, նոր որոշում կայացնեն։ Բայց իշխանությունների կողմից, այսպես ասած, հրահանգը արդեն իսկ իջեցվել է, իրենց 7 անգամ մտածել։ Գիտեք, ցանկացած մարդ ստեղծված է Աստծո կողմից եւ Աստծուն է պատասխանատու իր որոշումների առաջ։ Այնպես որ իշխանությունը ինչ հրահանգ է տալի, մարդն է որոշում կայացնում։ Եվ ես չեմ հավատում, որ այնպիսի ճնշում են գործադրում մարդ։ Ի վերջո կարելի է դիմում գրել գործից դուրս գալ, եթե ինքը գտնում է, որ ակնհայտ ապօրինի հրահանգ են իրեն տվել։ Այս բանը մեր հասարակությունից պետք է վերանա, ընտանիք են պահում, տուն են պահում, երեխա են պահում, այս ձևակերպմամբ։ Հրանի վրա հրցակում տեղի ունեցավ օրեր առաջ։ Սա մեր ազգի ամոթն է։ Սա մեր ազգի ամոթն է, մենք պետք է մի հատ մեզ որ ասում են թափ տանք ու հասկանանք, այս ինչ բարոյահոգեբանական վիճակում ենք ապրում, որ կարելի է այսպիսի, ինչ ասեմ, դեպք ասեմ, գործողություն ասեմ, որին մենք ականատես եղանք, էլի, այս մեկնաբանություն չունեմ։ Ուղղակի այն որ ասում են, կուզեի, որ սա երազ լիներ եւ չտեսնեի, որ այսպիսի բան կարա լինի, որ ուժային կառույցի համազգեստով մարդիկ վճռական քայլերով գնան փառք Աստծո, ինչ որ մի պահի երևի Աստված այն վճռական իր ազդեցությունը ուղարկեց, հետ քաշվեց եւ մենք առավել մեծ խայտարակությունից խուսափեցինք։ Չնայած դա արդեն իսկ ամոթ է մեր ազգի